Հուշում են սրանք իրենց այստեղի գործակիցներին, իրենց օրթախներին, որ շարժվեք, էսենց չի լինի, մի բան պիտի անեք, մենք այստեղ ճղվում ենք, որ դուք այդտեղ մի բան անեք, ձեզ մոտ ոչինչ չի ստացվում։ Դե նայեք մի հատ ոչ թեկնածու ունեն, ոչ բան ունեն, ոչ հասկանում են, բոլորը տապալվել են։ Ոչ մի կանխատեսում չի իրականացել, երկիրը տրամագծորեն նոր հուն է տեղափոխվել օգոստոսի 8-ի համաձայնություններից հետո, ակնհայտորեն բոլորի աչքի առաջ մենք տեսանք, թե Ռուսաստանի ջանքերը, այսպես կոչված միջնորդական, ուր էին մեզ տանում, Հայաստանը ամեն օր արթնանում էր այն ահուս արձափով, որ մեր երեխեքը ինչ եղան սահմանի վրա, որ սահմանի որ հատվածից գուժ սպասենք, հիմա բոլորովին այլ խոսակցություն է, ասենք Ալիևի նախօրեի խոսակցությունը լրիվ փոխում է իրավիճակը եւ մենք հասկանում ենք, որ շատ մոտ ապագայում ավելի լրջանալու է զարգացումը, որովհետև փետրվարին օրինակ Միացյալ Նահանգների փոխնախագահն է այցելելու առաջին 10-օրյակին այստեղ կլինի J.D. Vance-ը եւ միայն Երևան է գալու։ Ասենք դուք պատկերացնում եք դա ինչ է նշանակում Ադրբեջանի համար, ինչպիսի զգուշացում է դա Ադրբեջանին։ Հիմա դուք պատկերացնում եք դրանից հետո ձեր սիրելի խորհրդարանական եւ արտախորհրդարանական շրջանակների ոռնոցը մոտավորապես ինչ ռեզոնանս է առաջացնելու։ Սա է